ցանկացած ֆինանսական որոշում մեկուսացման մեջ ճիշտ չի նայել։ Ինչպես խելամիտ կառավարենք ամանորյա բյուջեն, իրականում պետք է ծանրութեթև անել, հնարավոր է, որ մենք ավել վճարենք, բայց էմոցիոնալ ավելի հանգիստ լինենք։ Բոլոր խանութները, ծառայությունները, on-line հարթակները, բոլորը փորձում են զեղչերով մեզ գայթակղել։ Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարեկալուստ Պարզից Պարզ podcast։ Յուրաքանչյուր էպիզոդում պարզ լեզվով ներկայացնում ենք բարդ ֆինանսական հասկացություններ եւ տալիս գործնական խորհուրդներ։ Շնորհակալություն եմ հայտնում Արարատ բանկին քաղաքացու ֆինանսական գրագիտությունը կարևորելու եւ այս նախաձեռնությունը հովանավորելու համար։ Բանկի աջակցությամբ մենք կարողանում ենք ստեղծել որակյալ կրթական բովանդակություն, որը կօժանդակի ձեզ կայացնել խելացի ֆինանսական որոշումներ։ Շարունակեք հետևել Պարզից Պարզ podcast-ին, որպեսզի միասին կառուցենք ֆինանսապես ավելի գրագետ հասարակություն։ Բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր պարբերական տեսանյութերը։ Եվ այսպիսով մոտենում են տոները, այս տոնական թոհուբոհի մեջ հաճախ մենք ծախսերի տարափի մեջ ենք հայտնվում եւ իրականում ժամանակային եւ շրջապատի ճնշումները բերում են նրան, որ մենք հաճախ ոչ ռացիոնալ որոշումներ ենք կայացնում։ Հատկապես օգտակար կլինի հասկանալ, թե ինչպիսի ազդեցությունների տակ ենք հայտնվում, որպեսզի ճիշտ լուծումներ գտնենք դրանցից։ Առաջինը դա ամանորյա, այսպես ասած, զեղչերն են, բոլոր խանութները, ծառայությունները, on-line հարթակները, բոլորը փորձում են զեղչերով մեզ գայթակղել եւ հաճախ այդ տեղեկատվական տեղատարափի մեջ մենք չենք կարողանում կողմնորոշվել։ Հաջորդը սոցիալական կամ շրջապատի ճնշումն է, երբ մենք փորձում ենք նմանվել բոլորին, այսինքն բոլորի համար նվերներ գնենք կամ բոլորի պես տոնական սեղաններ գցենք։ Վերջին տարիներին նաև տարածված է բոլորի պես փախնել քաղաքից, այսինքն որևէ ճամփորդության գնալ եւ բնականաբար, երբ մենք փորձում ենք նմանվել բոլորին, միշտ չի, որ ընտրությունը կարող է համապատասխանել հենց մեր կարիքներին։ Արդյունքում երբեմն մենք կայացնում ենք էմոցիոնալ որոշումներ, երբեմն ժամանակն է քիչ, երբեմն ճնշումն է ավելի շատ եւ արագ կայացված որոշումները կարող են լինել ոչ օպտիմալ մեր համար։ Մեկ այլ տարածված հոգեբանական խաբկանք է կամ հոգեբանական ազդեցություն է, անգլերեն ասում են FOMO, այսինքն ինչ որ բանից հետ մնալու վախը, այսինքն բոլորը ենթադրենք այս տարի ինչ որ նոր գադջետ են գնում, բուդը նոր չի, բուդը միշտ էլ կար, բայց ինչ որ բանից հետ մնալը, չհասցնելը հաճախ նաև խանութներում տարեվերջին որոշակի ապրանքներ վերջանում են եւ մենք մեզ պատեպատ ենք տալիս, որպեսզի գտնենք այդ ապրանքը կամ այդ ճնշումը գալիս է մեր երեխաներից կամ մեր շրջապատից։ Մի խոսքով արդյունքում մենք կայացնում ենք ոչ ռացիոնալ ֆինանսական որոշումներ, որի համար հետագայում կարող ենք եւ մի քիչ ափսոսալ։ Իրականում պետք է ծանրութեթև անել, հնարավոր է, որ մենք ավել վճարենք, բայց ավելի հոգեբանորեն հանգիստ լինենք կամ էմոցիոնալ ավելի հանգիստ լինենք, այսինքն ցանկացած ֆինանսական որոշում մեկուսացման մեջ ճիշտ չի նայել, երբեմն կարող է իմաստ ունենա նույնիսկ ավել ծախսել, բայց ստանալ ավել բավարարվածություն, ավել արժեք, քան թե ընկնել զեղչերի, ուրիշներից հետ չմնալու, ուրիշներից չտարբերվելու իրավիճակների մեջ։ Հաջորդիվ կներկայացնեմ ամենատարածված սխալները, որ մենք անում ենք կամ չենք օգտվում այն գործիքներից, որոնք թույլ կտան խուսափել ներկայացված իրավիճակներից։ Առաջինը դա առանց ցուցակի գնումներ անելն է, այսինքն որոշակի բյուջե չկազմելն է։ Բյուջեի մասին կարծում եմ խոսել ենք եւ ելի կխոսենք, բայց հաշվի առնելով, որ տարեվերջյան ծախսերը մեծ են լինում, ճիշտ կլինի կազմել որոշակի ցուցակ, որոշակի առաջնահերթություններով եւ ընդհանուր պատկերը տեսնելով նաեւ ճիշտ որոշումներ կայացնելու, թե ինչից, ինչքան, որտեղից եւ այլն։ Ցուցակ չունենալը սովորաբար բերում է նրան, որ մենք 20, 30, 40, 50% ավել ծախսեր են կատարում, նայած բնականաբար մեր ծախսերից ավալ։ Մեկ այլ սխալ մոտեցում է թողնել բոլոր գնումները վերջի շաբաթում սովորաբար ապրանքներն են քչանում, վաճառողներն են
փորձում գները բարձրացնել եւ մենք արդյունքում կրկին ավել ծախսեր ենք կատարում։ Մեկ այլ ոչ ցանկալի իրավիճակ կամ սխալ է սոցիալական ճնշումների արդյունքում այնքան բեռ վերցնել մեր վրա, որ մենք դիմենք սպառողական վարկերի օգնությանը եւ օրինակ ոչ անհրաժեշտ, բայց ցանկալի ծախսումները, տարբեր նվերներ, տոնական սեղան եւ այլն, այդ ամեն ինչը կատարենք վարկով, ինչի արդյունքում կավելանա մեր վարկային բեռը եւ բնականաբար բարձր տոկոսներ կվճարենք։ Եվ դրա տարատեսակներն են ապառիկով էլեկտրոնիկա եւ տարբեր տեխնիկա ձեռք բերելը եւ սովորաբար այդ վարկերը այդքան էլ էժան չեն, կամ ապառիկով տոնական սեղանի ճոխություն ապահովելն է, որը եւս մեր մոտ ավանդաբար ցանկալի եւ անհրաժեշտի սահմանների խախտումներ են եղել, չնայած որ կարծում եմ վերջի տարիներին հատկապես երիտասարդների մոտ դա փոխվում է, բայց ամեն դեպքում վարկով ոչ անհրաժեշտ բաներ ձեռք բերելը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է բերում։ Ինչպես խելամիտ կառավարենք ամանորյա բյուջեն, կարելի է կազմել ցուցակ, կարելի է դրա համար օգտագործել պարզ Excel-ի աղյուսակ կամ նույնիսկ այսօր կան բջջային հավելվածներ, որտեղ կարելի է տարանջատել մեր գնումները 3 մասի՝ նվերներ մեր մոտիկների համար, տոնական սեղանի սնունդ եւ զվարճանքի ճամփորդության համար բյուջե, բնականաբար սահմանելով որոշակի առաջնահերթություններ։ Առաջնահերթությունները մեզ թույլ են տալիս ստանալ պարտադիր եւ ցանկալի ծախսերի խմբեր եւ բնականաբար առաջնահերթ մեզ պետք է լինեն պարտադիր ծախսերը կատարել, պլանավորել, այնուհետև ըստ բյուջեի հասանելիության պլանավորել եւ գուցե ֆիլտրել որոշակի ցանկալի ծախսերը, որպեսզի դրանք մեզ ավելորդ ֆինանսական բեռի տակ չգցեն։ Գնումները իրականում կարելի է կատարել 2 փուլով, մասնավորապես դեկտեմբերի առաջի կեսը եւ դեկտեմբերի երկրորդ կեսը, ինչու 2 փուլով, որպեսզի մենք հանգիստ կարողանանք ընտրել նվերներ, սնունդ, այլ ծախսումները եւ այդ շտապության էֆեկտի կամ շտապ գործելու պարտադրանքի մեջ չհայտնվենք եւ դրա արդյունքում սխալ որոշումներ չկայացնենք։ Եվս մի քանի խորհուրդ, հաշվի առնելով, որ ամանորյա ծախսերը տարբերվում են մեր այլ ամիսների ծախսերից, կարելի է նախորոք որոշակի խնայողություններ ձևավորել, օրինակ ամսական որոշակի գումար նախատեսել, որպեսզի տարեվերջյան բյուջեի համար բավարար միջոցներ ունենանք։ Որոշակի ժամանակ հատկացնելով մենք նաև կարող ենք ավելի լավ վերլուծություն կատարել, համեմատելով տարբեր ապրանքների գները, տարբեր խանութներում, տարբեր վայրերում եւ ավելի հանդարտ միջավայրում ավելի հավասարակշռված ճիշտ որոշումներ կատարելով, ճիշտ որոշումներ ընդունելով, ի վերջո նույն մեր ցանկալի ամանորյա ծախսումները, գնումները կատարենք ֆինանսապես ավելի հավասարակշռված եւ օպտիմալ տարբերակով։ Ամփոփենք, ամանորյա գնումների ժամանակ ավելորդ ֆինանսական ծախսերից խուսափելու համար հետևենք այս պարզ քայլերին։ Նախ պետք է հասկանանք, թե ինչու եւ ինչպես ենք մենք ծախսում, վերլուծենք եւ փորձենք գիտակցված մոտենալ այս երբեմն ֆինանսական զգալի ծախսեր պահանջող ընթացքին, իմանալով այն սխալների մասին, որ սովորաբար կատարում ենք մենք կամ կատարում են ուրիշ մարդիկ, փորձենք խուսափել այդ սխալները կրկնելուց, դրանցից դասեր քաղենք եւ արդյունքում կազմենք գնումների ցուցակներ, ավելի շատ ժամանակ տրամադրենք, որպեսզի ավելի հավասարակշռված որոշումներ կայացնենք։ Այս ամենը նախորդ պլանավորելու եւ մեր վերմակին համապատասխան ոտը նետելու արդյունքում ժողովրդական լեզվով ասած, մենք կարող ենք նաև խուսափել ավելորդ վարկերից, որպեսզի ավելորդ տոկոսներ չվճարենք։ Բնականաբար կարող են լինել դեպքեր եւ վարկերը անհրաժեշտ են, խոսքը գնում է ոչ պարտադիր, ոչ անհրաժեշտ ծախսերի համար, այլ ցանկալի ցուցակի ոչ առաջնահերթ գնումների մասին, որպեսզի ամանորի տոներից հետո
եւս չունենանք ափսոսալու առիթներ։ Հաջորդիվ, քանի որ այս թեման առնչվում է վարքագծային ֆինանսներին, հաջորդ մեր հաղորդումներում կխոսենք վարքագծային ֆինանսների տարբեր իրավիճակների մասին։